Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեր կողմից արդեն սիրված սնվենք առողջ էջով, այսօր Մանոն եւ Ձյանան են մեր գործընկերները, ովքեր պատրաստելու են ընթրիք եւ խոսելու են կալորիաների մասին։ Կարծում եմ շատերդ հետեւողականորեն հաշվում եք։ Հիմա Մանոն մեզ կհուշի ինչքանով ճիշտ է հաշվելը կալորիաները, արդյոք դա պետք է անել թե ոչ եւ ինչու է դա կարեւոր։ Ողջույն։ Բարև։ Նախ երևի խնդրենք Ձյանան մեկնաբանի ինչ է այսօր պատրաստելու, ինչ է ընտրել ընթրիքի համար ու անցնենք մեր սիրած կալորիաներին։ Այսօր ընթրիքի համար ունենք հավի ձողիկներ, շատ հեշտ ու էլի արագ պատրաստվող, պատրաստելու ժամանակը 15 րոպե մոտ։ Այ քեզ ընթրիք 15 րոպե։ Խնդրեմ, այո։ Այստեղ էլի ունենք նախապես հարված հավի կրծքամիս, ձու եւ համեմունքներ ըստ անխնդրության ու վերջ։ Կրծքամիս հավ։ Ու ինչ շատ դուր եկավ հավի ձողիկներն, ինձ թվում է ընտանիքի բոլոր անդամները փոքրից մեծ կսիրեն, հա։ Կարծես թե շատ ունիվերսալ ընթրիք է։ Դու կարող ես սկսել։ Մանու, արի սկսենք կալորիաներից։ Ընթրիքից ավելի ես կարամ իրան վերանվանեմ, իբր գիշերը փոխարինող միջոց արևածաղիկին, ադիբուդին, ինչի համար մենք գերանք ժամը 7-ին 8-ին մեր ընթրիքը, մենք որոշեցինք պիտի գինոնայինք, գարանք չափավոր, այսրանցով փոխարինենք արևածաղիկն ու ադիբուդին, օքեյ։ Ինքը սպիտակուցները բարունակում, ինչի համար։ Սպիտակուցներ մեզ հակեցվածության է բերում, այսինքն մենք շուտ ենք կշտանում, եթե սա ուտում ենք, կարող է 3-4 սաաթին կացնենք, արդեն կշտանանք, մեր մոտ դեղ չմնա ուտելու։ Հասկացաք, իսկ եթե մենք սկսեցինք արևածաղիկը ջրտել, ուտել, դի գնաց, մինչև վերջ, մինչև ամառը պրծնի։ Դրա համար նաև կարամ ասեմ իրան ինչ որ փոխարինող միջոց գիշերվա այն բզբզալու հայկական ասած էլի, այդ բառին բզբզալու համար բաներ կարա լինի։ Okay։ Ինչ լավ բան ասեց Մանոն, սիրելի հեռուստադիտողներ, իրոք շատերս քայթակղվում են կամ եթե արևածաղիկ, ինչպես դու ասեցիր, ադիբուդի չիփսեր կան, դժվար է դիմակայել ու մի բան չծամել, հա, դիտելու ժամանակ, կարծես թե դա լրացնում է կինոդիտումը ու կարելի է դրա փոխարեն հավի ձողիկներ պատրաստել։ Դե ուրեմն մեկնաբանենք, որ սա այդքան է լիարժեք ընթրիք չէ, այլ կարելի է ընթրիքից հետո։ Սենց ասեմ, երեխաների համար, ասենք, աղջիկների համար, եթե օրվա ընթացքում արդեն կալորիաները համարյա թե լրացել են, կամ վերջում էսրանով լրացնեն, ասենք, եթե տղամարդը եկել ասես, լավ, դեղի, դու ճիշտ ասիր, եկեք չխապենք։ Տեսք ունեցանք։ Ձյանը ջան, ինչքան հաճախ ես այս ուտեստը պատրաստում։ Մոտ 2 անգամ շաբաթվա մեջ, բավականին հաճախ։ Ուրեմն հասցրել է սիրվել, հուսամ այն ձեր կողմից եւս կսիրվի, ինչ պետք է անենք, դու արդեն ամեն ինչ պատրաստել էիր, փաստորեն հավը հարված տեսքով եւ ձուեր։ Ես հիմա արագ ընթերցեմ հավի կրծքամիս 200 գրամ, ձուն 1 հատ, հունական յոգուրտ 100 գրամ ցածր յուղայնության նշեմ, սամիտ կամ կարելի է ենթադրում եմ այլ կանաչու տեսակ, եթե ցանկալի է, եւ համեմունքներ։ Աննշան կալորիականության, ինչ է դա ենթադրում։ Համեմունքը աննշան կալորիականության, ինչպես հասկանանք։ Համեմունքի վա չեն կարող ասել, որ բարձր կարողություն ունի, բոլոր համեմունքները շատ քիչ կարողություն ունեն։ Չափավոր օգտագործելը շատ նորմալ է իրան։ Կմեկնաբանես ինչպես է իր խառնել, որտեղ արդեն պատրաստի էր եւ հիմա որ փուլում ես, կարծես թե պատրաստում ես ջեռոց արդեն դնել։ Ուղղակի հարել ենք բաղադրիչները, հավի կրծքամիսը, ձուն եւ համեմունքները, այս ձևավորումը արդեն կախված է թե ինչպես են նախընտրում, կարող են կլորակներ անել կամ ինչ-որ։ Իսկ համեմունքները ինչ եք օգտագործել, դեռ չէ կարող գաղտնիք լինի։ Նույնն է, էլի, կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ աղ։ Նաեւ գարանի ճաշակ է, ասին մարդը լավ բան ասում, ուրիշ բան ավելացնում։ Պաստորեն յոգուրտը դեռ սպասում է, ընդհանուր բաղադրիչների հետ չենք խառնել։ Յոգուրտը իր սոուսն է։ Կարծես թե արագ մեզ շատ արագ թված չէ, որովհետև արդեն Ձյանան հոգացել էր նախապես հարել եւ պատրաստել էր։ Մանո, քեզ այսպեսի հարց շատ համեմունքներ կան, օրինակ հավի համար նախատեսված, հա, պատրաստի սեկտորով եւ այլ բաղադրիչներով քարեն չկասես այդ մասին։ Դրանք արդյոք կարելի է երբեմն օգտագործել թե ոչ։ Շատ նորմալ գարանք օգտագործենք այդ համեմունքները, իհարկե ամեն չափի մեջ լավ է, կարողությունները շատ քիչ են իրանց, իհարկե մեծ կարողություն իրեն սոսերի մեջ, ոչ համեմունքները ավելի շատ։ Գիտեք ոնց է, այսպես նոր միտք ծակավ հենց այս ընթացքում, այսինքն այս սնեքը խորդիկ, որ մի սարքեցինք, մենք կարանք փոխարինենք ամեն անգամ տարբեր համերով, մեր սխտորով գնի, մեր օրիգանոյով գնի, մեր ռուշամունքով գնի, այսինքն կփոխարինենք չիփսի դե, մեկ որ չիփս համեմունքներով, հա, տարբեր։ Մեր էսի բեք փոխարինենք, արդեն կարելի է էսի արդեն իջեցնել շուկա, դուփավորել, չէ, ձևավորել, իջացնել շուկա ֆաջարենք։ Շատ լավ միտք է, որովհետև այո, պղպեղը համը կարծես թե կտա, բայց երբեմն մի քիչ ավելին ես ուզում, հա, ինչ որ մի քիչ ավելի համեմունք ես ակնկալում։ Սխտորի համով սիրում եմ։ Ձյանը ջան, փաստորեն ավելացնում ենք յոգուրտին սամիտ։ Այո, էլի ըստ ճաշակի ինչ կանաչի որ ուզեն։ Շատ լավ։
Մանոն սխտոր ասեց, որ Ամ սիրում է։ սխտորը մաղդանոս, ասենք եթե կանաչի օգտագործեմ։ Կարող եք փորձել սխտոր եւ մաղադանոս։ Մենք սպասում ենք 15 րոպե։ 15 րոպե։ Բան չմնաց։ Արդեն ժամանակն է ոնց որ։ Այո։ Տեսնենք ինչ է ստացվել։ Ինչպես միշտ հոդա առնում եմ, ամեն տեսքը ոնց որ աչքը խապի մարդուն, ոնց որ free Այո, ճիշտ է։ Աչքը խապում է մարդուն։ Իվերքան։ Հաճելի անակնկալ է, չէ՞, սպասում փորձելու դեպքում։ Թվում է free, բայց հավի ձողիկներ են։ Ճիշտ ասեցինք անունը, Ջանա, հավի ձողիկներ ենք ասում։ Շատ գեղեցիկ է, մենք կփորձենք։ Իսկ մե շատ լավ միտք էր երեկոյան ընտանիքի անդամներին հյուրասիրելու համար։ Ավելի առողջ, սննդարար։ Մանո ջան, ես տեսնում եմ դու ուզում ես փորձել։ Ասեց Մի կաշկանդվիր, Ջանան դեմ չի։ իհարկե սոսից եմ ուզում օգտվեմ, բայց ասեմ ձեզի։ Սակասի վատա։ Չէ, բախտը բերեք Ջանը, լավն է։ Համով։ Հավանեցիր իրոք։ Տես Ջանան շունչը պահած սպասում էր։ Շնորհակալություն Ջանային եւ Մանոյին, աս հետաքրքիր, շատ հեշտ ուտեստի համար։ Հուսամ դուք եւս կփորձեք, հիմա ես էլ եմ փորձելու իհարկե, կարծիքս ասեմ, բայց Մանոյինը արդեն գնահատականը արժեր։ Մենք վստահեցինք։ Շնորհակալ եմ անչափ սիրելի Ջանա, Մանո, այս ուտեստի համար գնացինք առաջ։